Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ողջունում ենք ձեզ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, խնդրում ենք մեր այն հարգարժան ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, ընդհանրապես սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Այսօր մեր տաղավարում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Եվ շնորհակալություն, որ կրկին անգամ այստեղ եք։ Պարոն Կարապետյան, ուզում եմ մեր այսօրվա զրույցը սկսենք արտգործնախարարության տարածած վերջին հայտարարությունից կապված իսլամական պետությունների այս համաժողովի հետ, որը կարծես թե բավականին սուր է, արտաքուստ գոնե, այսպես սուր, մերժողական եւ նաեւ իր հիասթափությունն է արտահայտում այդ իսլամական այդ երկրների կեցվածքից հանդեպ Ադրբեջանի եւ հանդեպ Հայաստանի։ Ինչ է կարծում, ոմանք հիմա կասեն, որ սա կարծես թե Հայաստանի քաղաքական շրջանակների վերափոխված դիրքորոշումն է, որ մենք արդեն սկսել ենք ատամներ ցույց տալ արտաքին քաղաքականության մեջ, մեր բազուկները ցույց տալ։ Համարում եք, որ այդպես է, թե ոչ։ Այսպես փորձենք անաչառ դիրքերից այս հարցն ուղղել։ Թույլ տվեք չհամաձայնել ձեր արտահայտած վերջի մտքի հետ, ընդհանրապես չեմ կիսում այդ կարծիքը, ընդհակառակը փափուկ ուժի կիրառում է, եթե ուժ կիրառել որպես այդպեսին ակնարկում եք ուժի կիրառելիությունը, ապա խիստ փափուկ ուժի կիրառման արդյունք է, որ եւ ընդհանրապես դիվանագիտության կաղման արդյունք է, որ նման էպիտետների, ինցիդենտների, նման կոնվենցիաների, նման փաստաթղթերի ագանատեսն ենք դառնում, ենթադրում եմ ձեր եւ մեր հեռուստադիտողների մոտ հարց պետք է առաջանար, հա, չէ՞ որ մեկ օր տարբերությամբ Ստամբուլյան հայտնի այցելության շրջանակներում կարծես շատ ավելի բարեդրացիական համագործակցության եզրեր գտնելուն կամ այդ դրան ուղված հանդիպումներ տեղ ունեցավ եւ կարծես գոհունակության վերադարձան, շատ լավ տպավորություններով վերադարձան եւ ստացվում է, որ ընդամենը մեկ օր անց ծնվում է, այսպես ասած, մի նոր հասկացություն Ստամբուլյան կոնվենցիայով համաձայն որի Արևմտյան Ադրբեջան եզրույթը, այդ հասկացությունը, տերմինը, որպես այդպեսին փաստաթղթավորվում է արդեն իսկ։ Այսինքն մի շարք երկրներ ստորագրում են մի փաստաթղթի տակ, որտեղ գոյություն ունի այդ տերմինը, կա այդ տերմինը, եւ դա կապվում է ուղիղ, այսպես կոչված, իհարկե մտածածին, ադրբեջանցի փախստականների թվով 300,000 վերադարձի մասին, որտեղ որ Հայաստանի սուվերեն տարածքը, ներկայիս Հայաստանի Հանրապետությունը որակավորվում է որպես Արևմտյան Ադրբեջան եւ ստացվում է, որ արի ու տես, նրանք էլ փախստականներն են, որոնք որ բռնի ուժով տեղահանվել են։ Հիմա նրանց մարդու իրավունքների վերականգնման, փախստականների իրավունքների վերականգնման մասին նման կոնվենցիա է ստորագրվում, իհարկե եթե շատ խորանանք իր բովանդակության մասով, ապա այո, դա դեկլարատիվ բնույթի փաստաթուղթ է, որպես այդպեսին ինքը ավելի շուտ նման է հրովարտակի, բայց այն որ դա բավականին լուրջ փաստաթուղթ է, հիմքեր կան մտորելու եւ ոչ միայն մտորելու, դա փաստ է։ Արդյոք գործող իշխանությունները ձեզ ընդմիջեմ եւ Բաքվի պատասխանն էլ որպեսի ներողամտաբար ներառեք այս ամեն ինչի մեջ, Բաքվի պատասխանը հետեւյալն է, Բաքվի Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է Հայաստանի արտգործնախարարության այս հայտարարությանը, թե իբր Հայաստանը պետք է հրաժարվի իր ռևիզիոնիստական հռետորաբանությունից եւ ընդունի իր պատմական պատասխանատվությունը։ Ըստ ձեզ որպես միջազգայնագետ ինչ է սա նշանակում։ Նախ պարոն Ստեփանյան, ինչ ունենք այս հայտարարությունից հետո եւ այս պահին, այդտեղից եկեք գանք։ Մենք ունենք անատամ մտահոգություն, խիստ մտահոգություն արտահայտած արտաքին գործերի նախարարության պատասխան, հայտարարություն, որպես այդպեսին, որտեղ եթե բովանդակությունը հագիրճ ասենք, խոսքը վերաբերում է իրենց զուտ խիստ մտահոգությանը այս մասով։ Այսինքն հավուր պատշաճի պատասխան ցավոք սրտի կրկին մենք չտեսանք։ Եվ ստացվում է ձեր ընթերցած այդ հատվածը, այո,
շատ ավելի իր մեջ կրում է կրգին վերստին ուրեմն նախ աբա կառուցողական բնույթի հայտարարություն, այլ նաև մեղադրական կոնկրետ, հասցեագրված մեղադրանք Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Եվ այստեղ տեսեք, օրինակ, հիմա մենք ինչ ենք ակնկալում լսել, երբ որ նման հայտարարություն էր հնչում, արտգործնախարարությունը փաստացի ինչ պետք է ֆիքսեր։ Հայտարարության տեքստի մեջ մինիմում պետք է ներառված լիներ հետևյալը, որտեղ ինձ օրինակ շատերը հարց են տալիս, լավ, ինչպիսի համարժեք պատասխան պետք է լիներ։ Եկեք ասեմ ինչպիսի համարժեք պատասխան պետք է լիներ։ Օրինակ հայկական կողմը պետք է պաշտոնապես պահանջեր, որպեսզի Ադրբեջանը անհերքելի ձևով ապացուցեր փաստերով, որ այդ մտածածին 300,000 թիվը ինչպես է հիմնավորվում, որովհետև հիմա այն որ ասում է իրենց բարերով մեյդան են գցել այդ 300,000-ը, այդ որտեղից կներեք այդ 300,000-ը։ Ախր չէ որ փաստեր կան, արխիվներ կան եւ այլն։ Այդ մեկ։ Այսինքն ապացուցեք 300,000 ադրբեջանցի փախստականների, որպես այդպեսին փախստականների կարգավիճակի փաստերով կարգավիճակը, որից հետո Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները պետք է պահանջեին հիմնավորել, թե այդ ադրբեջանցիները, որ 300,000-ով լքել են Հայաստանի, ճիշտ չեն լքել, ստացվում է ուժի կիրառմամբ կամ ճնշման արդյունքում լքել են։ Ինչ ունեցվածք են ունեցել, որտեղ են ունեցել, այդ ունեցվածքը գույքագրված է, որտեղ է գույքագրված։ Այդ մարտիկ, այսինքն արխիվները թող բացեն, երկու երկրները թող արխիվները բացեն։ Հիմա եթե բացեն, ինչ պատկեր կստանանք, պատկերը հետևյալն է, պարոն Ստեփանյան։ Հայաստանի Հանրապետությունում ապրել են այդ թվականներին, ընդ որում Ալիևյան մատնանշած թվականների этаպում։ Այո։ 167-ից 174,000 ադրբեջանցի։ Կներեք, որտեղից բուխստեց այդ 300,000-ը։ Երկրորդը արխիվներով փաստաթղթավորված մեր արխիվներում կա որ յուրաքանչյուր ադրբեջանցի ով լքել է Հայաստանի տարածքը, ինքնակամ է լքել առանց բռնաճնշումների, գույքի սեփականության իրավունքը օրինական ձևով զիջելով, արք ու վաճառքով եւ այլն։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա գալիս ենք հաջորդը։ Կներեք, միգուցե ասեն ծպտյալ ադրբեջանցիները, եթե եղել մնացածներ, այդ մնացած մասը, հա։ Այդ մասով առանձին, այդ մասին էլ դեռ հասկացա ուր եք տանում խոսալ։ Մի քիչ իրոնիայով ասած, հա, նու այդ տարբերակը կարող են փորձել գործածել, բայց հաջորդիվ պարոն Ստեփանյան, ինչու հայկական կողմը այս համատեքստում, երբ որ հակառակը հայկական կողմը պետք է խոսի փախստականների, գաղթականների, իրավունքների, մշակութային ունեցվածքի մասին, ստացվում է մենք խոսելու փոխարեն մենք լռում ենք, իրենք են խոսում ու պահանջ են ներկայանում, ընդ որում այս պահանջները, որի մասին մենք ձեզ հետ խոսում ենք, դա միջազգայնացնում են ու լեգիտիմացնում են։ Ամեն անգամ խոսելով, այս նոր նշեցի, չէ, առաջի անգամ դա արդեն լուրջ փաստաթղթավորվավ։ Ու այդքան երգիր ընդ որում, որոնք որ յուրաքանչյուրը Հայաստանի Հանրապետության հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ, ստացվում է ստորագրում են մի փաստաթղթի տակ, որտեղ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը համարվում է Արևմտյան Ադրբեջան։ Հայկական կողմը այդ երկրներին նոտա հղել է բողոքի, հարց եմ ձեզ տալիս։ Իշխանություններին եմ հարցը սուղում, նոտա հղել եք թե ոչ, պետք է հղեիք թե ոչ։ Հիմա վերադառնանք մեր մասով։ Ինչ պետք է անենք։ 500,000 եւ ավելի մենք ունենք փաստաթղթավորված գաղթականներ, հա, մենք չենք խոսում ստացվում է Շահումյանից, չենք խոսում Նախիջևանից, Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից, Արցախից, էթնիկ զտման ենթարկված մարդկանց մասին չենք խոսում։ Ճիշտ է խոսել։ Կրոնամշակութային ժառանգության մասին չենք խոսում։ Իրենք այսօր խոսում են, հասկանում եք, մտածածին 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, ու էլ եմ ասում չհիմնավորված։ Հիմա որ խոսը գիտեք որ քաղաքականություն է սա, այ միշտ ասում եմ ես, ասում եմ, как бы чего не вышло, մի բան չասենք, պայքար չլինի, խայտարակ չլինենք, նոր թեմա չլինի պատերազմի, չէ՞ որ մեր իշխանությունները ասել են, որ բացառվում է պատերազմը, առիթ չկա պատերազմի։ Մարդը ամեն օրվա ռեժիմով խոսում է իր ծավալապաշտական նկրտումների մասին, խոսում է առավելապաշտական դիրքերից,
Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը ճանաչելով որպես արևմտյան ինչ-որ Ադրբեջան, հայկական իշխանությունները ձայն բարբառ ու անապատի, այս վերը թվարկած է ինչ որ ես ասեցի, գեթ 1 դրվագը չի եղել։ Պաշտոնական հայտարարությունը կարդում ես, աննադամ ոչինչ չասող հայտարարություն։ Նեղած կոդի դիրքերից հայտարարություն։ Մի պահ բարեկամաբար ձեզ ընդմիջեմ, պարոն Կարապետյան։ Այ դուք խոսեցիք անվտանգային ռիսկերի լուրջ սպառնալիքների մասին, այ վերջերս վարչապետ Փաշինյանի Թուրքիա կատարած այցը իրենց կողմից որակվում է եւ որոշակի շրջանակների կողմից իշխանամերձ միջերից խմելը չեն ասում իհարկե, բայց իրենք ասում են, որ սա անվտանգային այց է, այսինքն մենք փորձում ենք, այսպես ասած, այս սխալը հիմա կգանք մեր տարածաշրջանում բռնկված Իրано-իսրայելական կոնֆլիկտին, որին արդեն միջամտեց ԱՄՆ-ն, բոլոր դեպքերում Փաշինյանը սրանով փորձում է ինչ-որ անվտանգային շերտ, անվտանգային բարձիկ ձևավորել Հայաստանի համար։ Ինչ կարծիք եք սրա մասին, ճիշտ է թե ոչ։ Եթե դա նույնիսկ դրան է ուղղված, իր այս քաղաքականությունը, ինչը որ մենք տեսնում ենք, ես թույլ տվեք խիստ կասկածել, որ նա նախ ցկտում է այդ քաղաքականության, որքան էլ դա մեզ դուր չկա, այսինքն դա կատարվում է հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգային շահերի, խորապես կասկածում եմ։ Երկրորդը, որպես այդպեսին, տեսեք, հետևյալ քաղաքականությունն ենք մենք տեսնում։ Տեսեք, մարդը ասում է, գիտեք, Զանգեզուրի միջանցք չի լինելու է խաղաղության խաչմերուկ։ Լավ, ասում ես, հələ լսենք, տեսնենք բովանդակությունը այս մարդու ասացի։ Նայում ես, բովանդակությունը նույնն է։ Այսինքն ճանապարհները բացվելու են։ Հիմա ինքն էլ ընդ որում շատ հետաքրքիր ձևով ակնարկում է, ասում է, դե մի էական է այն չի թե ինքը միջանցք, թող իրանք միջանցք կոչեն, մենք խաչմերուկ։ Փաստը այն է, որ թուրքական պատկերացումներով եւ պահանջով դա տարանցիկության մոնոպոլիայի մասին է, արդասուվերենային կարգավիճակի մասին է, որքան էլ հիմա մենք փորձում ենք ասել իշխանությունները հրամցնել ժողովրդին, որ չէ, խոսքը վերաբերում է բացառապես սուվերենության հիմքերի վրա, ճանապարհների աբաշրջափակմանը ենթակառուցվածքների, բայց թուրքական կողմը հստակ սիգնալ է տալիս է, որ ոչ, եղբայր, հատուկ կարգավիճակ է տալիս։ Ես ուզում եմ դա հասկանալ, ըստ ձեզ։ Ըստ իշ կա, այստեղ կա փաստեր։ Ասում են, սա մեր սուվերենության ներքո է լինելու այս տարածքը, պարոն Կարապետյան։ Բնականաբար ասելու, որ մերն է լինելու այս տարածքը, միջանցք է լինելու եւ այլն, չէ՞։ Բնականաբար նրանք չեն ասելու, որ ոնց ժողովրդին դուք հասկացնեք, հիմա տեսեք ժողովրդին ինքը գալիս է գեղեցիկ բառերով փաթեթավորված, ասում է, որ գիտեք ինչ կա։ Ես գնացել եմ Թուրքիա, Էրդողանին ներկայացրել եմ խաչմերուկ ասվածը խաղաղության եւ կա համաձայնություն, որ լինելու է, ընդ որում միայն Սյունիք է հատվածում 3 ճանապարհի տեսքով։ Հիմա ես ուրիշ բան եմ ասում։ Սեփական ժողովրդին ոչ թե փորձեք համոզել, այլ ապացուցել, որ այն մտահոգությունները, որ կա, կամ հիմնովին փարադեք էլի այդ մասով, որ դա արտասուվերեն տարածք չի լինելու, ճանապարհները գործելու են բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին օրենսդրության համապատասխան, մաքսային եւ հարգային ասում են, շատ լավ է, որ ասում են, Աստված հարացրե, որ այդպես է լինի։ Հիմա իմ ասածը ուրիշ բան է։ Ես երբ որ նայում եմ, ուսումնասիրում եմ որպես մասնագետ թուրքական, ադրբեջանական մամուլը, ընդ որում բարձրաստիճան ղեկավարության խոսքեր եւ այլն, կներեք, այդ նույն կարծիքը չեն արտահայտում։ Ասում եմ մենք պետք է վերահասկենք։ Խոսքել չեն ասում։ Հիմա տեսեք, այնտեղ կա մի հասկացություն, որ այդ կարգավիճակը ստանդարտ կարգավիճակ չի լինելու։ Իրենք շատերը բերում են Կալինինգրադի օրինակը։ Հիմա այսինքն իրենց համար գեր նպատակն է փորձել այնպիսի կարգավիճակ, թե ուրիշ բան, թե գործող իշխանությունները վերջում ինչպես կներկայացնեն, նույնիսկ որպես հաղթանակ կներկայացնեն, ձեռքբերում կներկայացնեն։ Փաստը այն է, որ այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը ոնց որ մինչև հիմա Ալիևը բառացի երբևիցե չի ասել, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը 29.8 քառակուսիով, ինչպես որ հայկական կողմը ճանաչում է 86.6-ը իրանց, հա, ու բառացի ցիտում է ըստ մագերեսի, տարածք մագերեսի։
Հիմա այս մասով դուք գետ մեկ հայտարարություն չեք գտնի բարձրաստիճան ղեկավարությունից, թե թուրք, թե ադրբեջանցի, առավել ևս Ալիևի շուրթերից հնչեցրած։ Առայն որ իրենք ճանաչում են Հայաստանի Հանրապետության սուվերենության տարածքը եւ համաձայն են Հայաստանի Հանրապետության ներքին օրենսդրության հիմքերի վրա ճանապարհից օգտվել, չես տեսնում։ Հիմա այդ մտահոգությունը ինչով է հիմնավորվում եւ չի փարատվում, որովհետեւ 17 կետերը, որի հիման վրա պատրաստ են օր առաջ ստորագրեն, հա, հայկական կողմը, չի լուսաբանվում։ Թե ինչ փաստաթղթի այդ խաղաղության պայմանագիր ասվածի մեջ այդ ներառված 17 կետերը ինչի մասին են։ Այ դուք այդտեղ հա երևի կասկածում եք, չլուսաբանված կետերի չլուսաբանված ու ես ներողություն թույլ տվեք ինձ կասկածել իրենց անկեղծության մասով։ Առավել ևս այն ասումը փորձը կցուցանե։ Իսկ դուք կարող եք բացառել, որ երկրորդ կապիտուլյացիան չենք տեսնելու։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ չէ ժողովրդի թիգունքում ստորագրեց, հետո վաղ առավոտյան իմացանք, որ էլ վсё Արցախը չկա։ Այս միգուցե ժողովուրդը պարոն Կարապետյան կներեք չի մերժում այս իշխանությունների նրա խաղաղության խաչմերուկը, նրա կողմից եւ Ադրբեջանի կողմից առաջարկվող այդ 17 կետերից բաղկացած խաղաղության պայմանագիրը զուտ նրա համար, որ ամենառացիոնալ, ամենաընդունելի եւ ամենախաղաղասիրական տարբերակն է համարում այսօր այս տարբերակը եւ չգիտի կամ եթե այ դուք ասում եք չգիտի, չէ, բայց նաեւ չգիտի որ դա կապիտուլյացիա է, ոնց անդիմադիրները ոնց ապացուցեն ժողովրդին, ասենք ես իմ անդիմադիր կողմ անցա, որ դա կապիտուլյանտական մի փաստաթուղթ է, այլ ոչ թե իրական խաղաղության փաստաթուղթ մեր ազգային պետական տարածքային շահերին չարված։ Իշխանությունները հենց հակված են այդ միտումով, որ ապացուցեն, որ մենք ինչ անում ենք, հանուն մեր ժողովրդի պետության, վաղվա օրվա բարեկեցության ու բարօրության համար, այս անդիմությունն էլ իհարկե նույն թելով թելված հիմնականում սինխրոն աշխատում են, մի փոքր ուրիշ բան են ասում, դեմոնստրացնում են այլ բան, իհարկե այլ բան։ Ես հիմա չանցնեմ այդ գնահատականներին, բայց փաստը հետևյալն է։ Տեսեք, բերեմ այսօրվա թարմ իրադարձություններից օրինակ։ Վարչապետը վաղ առավոտյան ստատուսագրում է, թե բացահայտեք, որ մոմի վաճառքը ինչպես է ստանում, ինչպես է թաքցրել 50-50 փայ բան եւ այլն եւ այլն, շահութաբաժին եւ Հիմա այդ մարդուն ես հարց ունեմ տալու։ Եթե դուք ինքդ քեզ վերապահում ես նման նախ դրանք շատ լուրջ հանցագործության մասին հաղորդում է իրականում ներկայացնում, ընդ որում հասցեավորված, ուղիղ։ Եղբայր դու նման բան գիտես, բարձրաձայնում ես, բայց քո պատկան մարմինները հիմա ուր է, գործ չի հարուցվի։ Այսինքն նոր քեզ տեղեկացրեցին, նոր զեկուցեցին։ Հիմա այդ նույն սկզբունքով բարոյապես իրավունք ունեմ նույն գործող իշխանություններին դեմս վարչապետ Փաշինյանին ուրիշ հարց տամ։ Ասեմ, պարոն Փաշինյան, որպես քաղաքացի, իրավունք ունեմ իմանամ ինչի մասին եք բանակցում Ադրբեջանի հետ։ 17 կետերը դուք ձեր քաղաքացիներին չլուսաբանեք իմանանք ինչ եք բանակ։ Կարող է այնտեղ 10 կետը ապապետական ապազգային կետեր են շատ վտանգավոր, անվտանգային լուրջ ռիսկեր պարունակող։ Երկրորդը Եթե խոսում եք սրան նրան բացահայտեք կամ այդ մարդիկ պետք է բռնեն բացահայտեն, հա, իրանց արածը չարածը։ Բացահայտելու բան կա, երկրի իշխանություններից, չէ, դու չէր ասում, կա դադավորը, որ իմ ասածը չանի, կա ուժային մարմին, որը որ ձեր ասածը չանի, բայց գործ հարուցեք, թող զբաղվեն։ Քրեական հիմքով լուրջ հանցագործության մասին հաղորդում եք ներկայացրել։ Բա հետամուտ եղեք, որ այս հարցերը լուսաբան այ դա է գալիս, որ ասում է ու քաշվում է գրաղ ժողովրդի լեզվով ասած։ Հիմա տեսեք, դա մի ուրիշ պատմություն է, դա մի ուրիշ պատմություն է։ Հիմա այդ համատեքստում իրավունք ունեմ հարց ուղեմ իրեն։ Ասեմ, բա 19 թվականի Յակը Մինսկի խմբի ներկայացրած փաթեթը, որ ձեզ ներկայացվել է, ձեր դեմը դրվել է։ Բա բացեք տեսնենք ինչ էին առաջարկում։ Որ այս արհավիրքները տեսանք ու այս պատկերը ունենք, կուլմինացիան sense դաժան եղավ մեզ համար։ Հայրենիքի մի մասն էլ կորցրեցինք։ Իրավունք ունեմ։ Իրավունք ունեմ հարց տամ, թե այդ կրթությունը նորաձև է։ Եթե կրթությունը նորաձև է, ընդ որում նոր եմ իմանում։ Ընդ որում չեն է հերկել ու հակառակը ասում են, այո, այդպիսի բան կա ու դա հույժ գաղտնի է։ Ինչ ֆինանսներով արվում, ով է ձեզ թողել որ դուք կարողանաք ֆինանսական պետբյուջեի հաշվին ֆինանսավորեք այդ արշավը, ընդ որում այդ ծախսերը որ կա,
համարվի հույժ գախնի, ում համար է հույժ գախնի։ Եթե ժողովուրդը դա չի մերժում, պարոն Կարապետյան։ Չէ, մի վարքյան չի մերժում, այսինքն գիտեք ինչ, ժողովուրդը Սերժին մերժեց, չթողեց որ Սերժը։ Դեմագոգիկ մանիպուլյացիան է, որ ասում է ժողովուրդը մեզ տվել է մանդատ, Ժորժ ջան, դե տվել եք, ուրեմն մենք ինչ ուզենք կարանք անենք, հիմա է դա։ Առաջ ասում էր ինչ լինի Ժորժ ջան, ձեր թիկունքում չեմ անի, կգամ ձեզ կասեմ, հիշում եք, հրաբարագայնացնեմ եւ այլն։ Հիմա շատ ավելի հետաքրքիր մոդեցում է։ Ստացվում է Ժորժ ջան, մանդատ ես տվել, տեղդ նստի, սուսուփուս մնա։ Մեկա որ դու ինձի մանդատ ես տվել, մենք է ժողովրդավարական բաստիոն, հեսա մենք ինչ անում ենք, իշա ձեզ ենք անում, մենք այդտենց ենք ճիշտը գտել։ Ով է մեղավորը, պարոն Կարապետյան։ Այ ոնց որ ասում էր, ես եմ որոշում, զրոյական կետից եմ սկսում, իմ կետից եմ սկսում, Թուրքիայում է։ Մարտը հայ համայնքյան դից ասեց զրոյական կետից եմ սկսում։ Մենք հիշում ենք զրոյական կետերից սկսելը ոնց էր, ինչ արդյունք ունեցավ։ Հիմա դրա համար այ գալիս եմ ձեր հիմնական հարցին։ Այո։ Այս մտահոգությունները շատ լուրջ մտահոգություններ են։ Ես կարող եմ շատ տասնյակից ավել մտահոգություններ հայտնել։ Դուք նույն այդ տրամաբանությամբ, այո, տեսեք ինչի վրա են խաղում նրանք։ Պարոն Ստեփանյան, որ մի adekvat մարդը չի ուզում, որ իր երկիրը ապաշրջափակված չլինի, մանավանդ տասնյակ տարին։ Երևի միայն խելագարը չի ուզեն, Հիմա նայեք ինչի վրա են խաղում։ Ասում եմ, ժողովուրդ դուք ուզում եք այսքան տարի այսպես երկու կողմից բան։ Ասում ես եղբայր, ինչի գնով բայց։ Ժողովուրդ դուք ուզում եք ամեն օր խորոված ուտել թե չէ։ Հա, այս ու պրիտոմ ասում է Թուրքիան էլ թող ամեն մեկս բան անի, տպավորությունն է որ Թուրքիան այնքան խեղճուկրակ պետություն է, որ հայկական իշխանությունները ասում են դե մի բան էլ իրանք թող օգտվեն։ Տպավորությունն է որ այդ 20-25 կիլոմետր հատված որ տվեցին Թուրքիային մի լավություն են անելու։ Չեմ պատկերացնում թե պան-թուրանական ծրագրի առումով ինչ լավություններ են անում։ Հիմա ինքը չգիտի այդ ծրագրերը, ինքը կամ այդ մտահոգությունները իրեն չեն զեկուցում, այսինքն այդ մարտասիրական մոդեցումը, այդ բարեդրացիությունը, հա հասկանալի է որ ինչ որտեղ պետք է քարը փեշից թափել, թոթափել լարվածությունը, այս անտագոնիզմը, թշնամանքը, բայց եղբայր ինչի գնով, երբ որ հարևանդ ուղիղ տեքստով սպառնում է քո գոյաբանական էգզիստենցիալ վտանգներից է խոսում ու այսօր քո երկրի անվանում Արևմտյան Ադրբեջան։ Հենա Իրանի հետ պատերազմի ֆոնին Թավրիզը ասում են մեր քաղաքն է, դա մեր բանը հարավային Ադրբեջանն է։ Հիմա այս սկզբունքով դուք պատկերացնում եք 300,000 ադրբեջանցիների վերադարձ, նախ 300-ը չէ, ավել կլինեն։ Դուք պատկերացնում եք, այն որ ասում եմ մանրից որ լցվեն ինչ կլինի, դեմոգրաֆիական չեմ ուզում հիմա հարցել ուղեք չեմ պատասխանի։ Դուք պատկերացնում եք անվտանգային ինչ խնդիրներ է առաջանալու։ Հələ անշար բան են ասում է 40,000 ուսանողներ Հնդկաստանից ծրագիր կա, առաջարկ կա բերեն Հայաստանում ուսանողություն անեն։ Մենակ այդ որ, հա, ասենք բարեկամ երկիր Հնդկաստան, չէ՞, կարծես առաջի հայացքից ինչ կա որ շատ լավ է ցույց են տալիս սոցիալ-տնտեսական տեսանկյունից ինչ օգուտներ կարա լինի բան։ Շատ գրավիչ բաներ են խոսում։ Բայց եղբայր դու պատրաստ ես դիմավորել այդքան։ Դու պատկերացնում ես ինչքան մարդիկ ովքեր են գալու։ Դու կարող ես վերահսկողություն հաստատես։ Դու պատկերացնում ես որ վաղը մյուս օր ադրբեջանցի գա ու քթից արուն գա։ Նայն ուր եմ, պատկերացնում եք, չէ՞ ուր եմ տանում խոսակցությունը։ Այո։ Այսինքն հարցի լուծումը այստեղ չի։ Հարցի լուծում եք, ուզում այ ասում ենք, չէ՞, նոր խոսում ենք հայդարարության տեքստի առումով, ինչ պետք է խոսեն, ինչ խոսեցին, ինչն են գրել, հա։ Ինչ որ մելամաղձոտ հայդարարությամբ են հանդես եկել, սրդաճմլիկ։ Հիմա մասնագետներ կան, խորհուրդ հասցրեք, ամոթ չի։ Հասկանում ենք, որ դուք դիլետանտ, բախտախնդիր, ինչ որտեղ արկածախնդիր մարդիկ եք, փողոցից եկել եք իշխանությունը, այն որ ասում է չտեսակ պատից կախ, տեսակ ճագատից կախ, հիմա ձեր դեպքն է։ Ով որ չուլանից էր հելը, չուլանից է խոսում։ Եկեղեցուն անվանումա կամ բանա, չգիտեմ ինչերը կնատականներ է տալիս։ Մարդը իր երեխու տեղը չգիտի, ուրիշի երեխեքն է հաշվում կա։ Գիտեք, չի կարելի, հասկանում եք, ես ընդհանրապես ախր ամոթել է։ Չի կարելի, հասկանում, մարդը քնից հելնի առավոտնից իրիկուն, չգիտեմ, եկեղեցու բան, ու հասկանում ես որ Պադեն, Փաշիզադեն այնտեղից է ասում, ինքը այստեղից է խոսում նույն տեքստը։ Չի կարելի, հասկանում, այն որ ասում է, թշնամու ջրաղացին հո ջուր լցելով հա չի։ Պարոն Կարապետյան, Չուլանի թեմայից եկեք գանք բոլոր դեպքերում մի քիչ ավելի այսպես գլոբալ արտաքին քաղաքականության թեմաներին, այդ ներքին թեմաների շուրջ երևի մի առանձին անգամ կզրուցենք, որովհետև դրանք էլ են ցավոք սրտի մեր հասարակությունը փոթորկող թեմաներ, անգամ փոթորկող։ Իրանը իսրայելական այս հակամարտությունը
որը գնալով սրվում է, գնալով դեռ չի հանգուցալ ուզում, ցավոք սրտի։ Հայաստանին դու հանդեպ ինչպիսի գոյաբանական սպառնալիքներ եք դուք տեսնում, նաև անմիջականորեն եւ առհասարակ միայն մեր մասին չմտածենք մեր կոմֆորտի, առհասարակ տարածաշրջանին ինչ սպառնալիքներ ունի ուղված, մանավանդ կոնկրետ Հայաստանի դեպքում, եթե հաշվի առնենք, որ Իրանը ըստ էության մեզ համար դրկից, դաշնակից բարեկամ երկիր է, իր հայտնի կեցվածքով, կարելի ասել Հայաստանամետ մի զգալի չափով, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ էլ վերջերս ստորագրվեց ռազմավարական համաձայնության փաստաթուղթ։ Կարող ենք արդյոք այս հանգամանքը օգտագործելով, հենց միայն այս հանգամանքը օգտագործելով, մենք խույս տալ, պլստալ հետագա սրացումներից ի վնաս Հայաստանի։ Ձեր հարցադրումները մի քանիսն էին։ Փորձենք այսպես դարակներով։ Նախ կարևորագույն հարցին։ Ցանկացած կոնֆլիկտ, ռազմական կոնֆլիկտ, որը քո քտի տակ է տեղի ունենում, քո անմիջապես հարևանությամբ, բնականաբար իրենից վտանգներ է ներկայացնում։ Մանավանդ եթե դու ինքդ կոնֆլիկտային երկիր ես, կոնֆլիկտ ունես ինչ որ մի երկրի հետ, տվյալ դեպքում մեր պարագայում։ Նորություն չեմ ասի, որ ասեմ, որ այո, Ադրբեջանը ցանկացած պատե անպատե առիթ եւ այս պահից սկսած կամ ընդհանրապես ցանկացած պահի կարող է իր ռազմաքաղաքական այս էքսպանսիոնիստական քաղաքականությունը վերածի արդեն ռազմական մարշի եւ փորձի օկուպացնել եկակի հաջորդ հարցին։ Այսինքն ոչ մեկ չի բացառել, իհարկե այստեղ ունեմ վերապահում, որ մինչև կանաչ լույսը չստանա նման քայլի չի գնա, որքան էլ Ալիևը դերևս այսպես ասած հաղթանակի էյֆորիայի տակ է, ու այսպես ցայտնոտների մեջ է ինչ որտեղ նաև ի ուրախություն, չգիտեմ, մտածում է, որ օր առաջ մնացել է Սյունիքը, դել իրանց վաթանն է, հեսա ուր որ է բան։ Այս պահին ուղղակի իրենց մոտ կա հետևյալ միտումը։ Քանի հնարավոր է միակողմանի զիջումներով քաղաքական դաշտում հասնել հաջողությունների, ռազմական կոմպոնենտը արանքից դուրս է գալիս։ Ես ավելի կամ վստահ եմ, որ այս պահին նրան իր խորհրդականները դա են խորհուրդ տալիս, որ չթաթախվի նման պայքարի մեջ, առավել եւս նման մարշերի չգնա, որովհետեւ դա իրոք արկածախնդրություն կլինի, այն էլ Իրանա-իսրայելական, Իրանա-ամերիկա-իսրայելական էս հագամարտության համատեքստում։ Այո, դա շատ գլոբալ է, ռիսկային է եւ գլոբալ է։ Եվ այստեղ մի հատ ուրիշ դրվագ է կա, որքան էլ փորձենք անաչառության եւ օբյեկտիվության շրջանակներից խոսել։ Մենք պետք է հասկանանք, թե այդ սիգնալը որն էր, երբ որ երկրի ղեկավարին մեր հրավիրում են Թուրքիա եւ դա ինչ մեսիջ է Ադրբեջանի համար։ Լավ, ասենք մենք գիտենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը եղբայրական երկրներ են, իրենց մոտ կա հստակեցված, համատեղ հստակեցված քաղաքական ուղեգիծ, նրանք ինչ անում են, սինխրոնիզացված են անում, որոշված է, ընդ որում մինչև Փաշինյանի այցելությունը Ալիևներ են դեր, ես ավելի քան վստահ եմ, որ նրանք նախապես Ալիևի հետ քննարկել են, թե Փաշինյանի հետ ինչ պետք է խոսեն, ինչ պետք է ասեն, ինչ պահանջեն, որ կմահաճույքից խոսեն։ Պարոն Կարապետյան, ներողություն, եկանք իմ այնտեղը եկաք, որ մի պա էլի ձեր ներողամտությունը հայցելով ուզում եմ ձեզ նաև մի այլ բան էլ առաջարկեմ ձեզ որպես նաև օգնություն եւ ինձ որպես օգնություն, այ հենց այս կոնտեքստում է հիմա խոսվում մանավանդ Փաշինյանի այցի, Փաշինյանի Թուրքիա կատարած այցի մասին, բովանդակությունը պետք է հասկանալ։ Որը, այո, իհարկե բովանդակությունը ձեր միջոցով կփորձենք հասկանալ ձեր տեսակետների արտահայտմամբ, որը որակվում է որպես անվտանգային այց, այսինքն եթե Աստված մի արածցի Հայաստան-Իրան սահմանը փակվի այս պատերազմի թեժացման պատճառով, Թուրքիան արդեն որոշակի կան շրջանակներ, որ դիտարկում են որպես փրկողակ Հայաստանի համար։ Ճիշտ են դիտարկում թե ոչ։ Եկեք այդ քննադատականը փրկողակ շատ էսպես փրկողակ։ Հա, շատ է այսպես վեհանձն հնչում։ Չնայած ասում եմ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, դա էլ կարող է կենսունակ լինի այդ տարբերակը, բայց առանձնացնենք մի հատ այդ ձեր ասածը։ Այստեղ էսպես պակա։ Մեր պատկերացումները ինչպիսին են։ Ինչի մասին, եթե մենք ունենք փակ ինֆորմացիա, տվյալ դեպքում չի լուսաբանվում կոնկրետ նպատակը։ Հասկանալի է, չէ՞, որ այդ այցելության շրջանակներում որոշակի հետկուլիսային պայմանավորվածություններ կան, թեմաներ կան, որոնք որ փակ են,
Եվ եթե հիմա մենք Նոստրադամուսյան վանգայություններ չպետք է անենք, այլ ռեալ պոլիտիկի շրջանակներում քննարկենք, պետք է հետևյալը ասենք։ Եթե հրավերը, իսկ դա եղել է հրավեր, չգիտեմ, մարդկա ասում է տարակազմիկ է, պատմական է, ես այդպեսի գնահատականներ չեմ տա, իհարկե։ Չեք համարում, որ դա պատմական։ Դա ֆետիշացված է, դա պատմական չի, բան չի, դա այո, պետք էր գնալ, հրավեր եղել էր, ինչու՞ չէ, պետք է գնալ։ Ուրիշ բան, որ այնտեղ, չգիտեմ, դելեգացիայի անդամները, այսպես Ստոկհոլմյան սինդրոմով, այսպես գորովանքով, ուրախության մի ուրախություն էր իրանց համար այդ վարկն ու պահվածքը, հələ դնենք դա էլ մի կողմ։ Բում բովանդակությունը հետևյալն էր։ Պետք է հասկանանք Էրդողանը ինչու է կանչել, ինչ հրավեր է դա, իրենց ինչ է ենթադրում։ Եթե հրավիրում են, ուրեմն կարծես առաջի տպավորություններ բարեդրացիական փորձում են մարդկային միջանձնային հարաբերությունները նախ կարգավորեն, փորձեն արդեն ավելի բարձր մակարդակի եւ այլն։ Ըստ իմ ունեցած ինֆորմացիայի եւ ենթադրությունների, առողջ ենթադրությունների, հետեւյալն է, որ այո, փորձում են նախ հասկանան իշխանությունները ինչ պատրաստակամություն ունեն այդ հարաբերությունների վերբերման, ավելի ճիշտ վերբերման չկա, որովհետև չկա հարաբերությունը, առավելից դիվանագիտական հարաբերություն։ Ինչ են պատրաստ հայկական կողմը։ Արդյոք իրենց դիրքորոշումը հստակ կարող են ներկայացնել, որ Թուրքիա-Հայաստան առանցքը այլ է եւ չպետք է Թուրքիա-Ադրբեջան այս առանցքը այսպես պահանջի տեսքով ներկայացվի, որովհետեւ գիտեք, պաշտոնապես նույնիսկ թուրքական կողմը ասում է, որ ձեր հարաբերությունները մինչեւ չպարզեք, չկարգավորեք Ադրբեջանի հետ, մոռացեք, որ մեր հետ հարաբերություններ կունենանք։ Այսինքն, սա ընդհանրապես շոշափելու համար է, որպեսզի հասկանան հայկական կողմին ինչ կարող են ասել, ինչ կարող են հրամցնել, թե պահանջել։ Կարող են հավասարի սկզբունքով իրոք անաչառ ու հավասարակշռված հարաբերությունների բերեն, թե սա այն իշխանություններն են, որոնց որ կասեն կանեն։ Ըստ իս դա տրամադրություն իշխանություն։ Դե հիմա այդ հոդառությունը Էրդողանը, այսպես ասած, այն որ ասում է հինգել է։ Բնականաբար ինքը զգացել է, ինքը իրան պետք էր ֆիզիկապես կոնտակտ, որ տեսներ այդ մարդը ինչի ընդունակ եւ կարծում եմ որ բավարար է ընդամենը մի քանի զրույց ու իր համար པարզ կլինի։ Ինչի է պատրաստ Հայաստանի Հանրապետությունը, այժմ իդեմս այս իշխանությունների իդեմս վարչապետի։ Հիմա հրապարակվի նորի մնանք, ինչու՞ որոշակի տեղեկատվություն կա, որ այն շրջանակները, որոնք որ ինչ որ տեղ ավելի adekvat են եւ ասում են, որ Էրդողանին, ասում են, որ եղբայր չի կարելի բոլոր հարևանների հետ ունենալ կոնֆլիկտներ, էլի մանավանդ այս լարված տարածաշրջանում, այս միջավայրում թոթափվել է պետք ու այսինքն Թուրքիայում կան մարդիկ, որոնք որ ասում են, որ ուղիղ բանակցությունները պետք Հայաստանի հետ պետք է փորձել ուրույն առանձին քաղաքականություն, ոչ թե Ադրբեջանի հանգամանքը միշտ հրամցնել։ Կան մարդիկ։ Ըստ իս այդ մարդիկ են առաջարկել հորդորել, որ այս հանդիպումը կայանա այս ֆորմատով, ըստ իս, որովհետև թուրքական վերնախավի մեջ իմ ունեցած էլի տեղեկատվությամբ հետևյալ իրավիճակն է։ Այս կարելի է բաժանել, այսպես ասած, երկու խմբի։ Մարդիկ, որոնք որ չոր ու կոպիտ ձևով որոշել են, որ ամեն ինչը Հայաստանի հետ կապված է լինելու ուղիղ Ադրբեջանի հետ փոխհարաբերություններից եւ դրա վերջնարդյունքից եւ մարդիկ, որոնք որ ինչպես արդեն ասեցի, ասեմ ձեզ, կան մարդիկ, որոնք որ թշնամանկով անգամ անտագոնիզմով են վերաբերվում Ալիևյան ռեժիմին, ասեմ, կան մարդիկ Թուրքիայում ու շատ լուրջ մարդիկ, որոնց կողորտին է հասել նաև Ալիևի վարքը։ Եթե դուք մտածում եք, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները որքան էլ եղբայրական բան այդ ամեն ինչի հետևում թաքնված են կան լիքը խորխորատներ եւ այս մասով ելի եմ կրկնում ունեմ հիմնավոր ենթադրություն, որ հենց այդ շրջանակներն են փորձել կազմակերպել այս հրավերը ու նրանց էլ մեծ հաշվով բան չէր անցնում։ Հայաստանով վախեցնել, ոչ թե Հայաստանով մահակ դարձնել Ադրբեջանի գլխին, տարբերակա, չէ, առհասարակ խոսքը վերաբերում է ռեալ այն, որ ասում է քարը փեշերից թափելով հարևանի հետ ստեղծել որոշակի հարաբերություններ։ Հավասարության ուզում եմ ասեմ, թուրքական հասարակության մեջ եւ վերնախավում կան մարդիկ, որ ընդ որում այդ մարդիկ նաև լավ էլ գիտեն պատմությանը, գիտեն որ ինչ են արել հայերի հանդեպ,
Իրենք հասկանում են, որ ռեալ պոլիտիկի մեջ հարևանի հետ պետք է փորձել արդեն իսկ բարեդրացիական հարաբերություններ հաստատել, նորմալ հարաբերություններ, կանոնակարգված, դիվանագիտական հարաբերություններ։ Իմ պատկերացումը դա է, որ այս հանդիպման հրավերը քամիները այդ մարդկանցից է գալիս։ Այս մասով, ինչ վերաբերում է Իրանի հանգամանքին, եթե ճիշտ հասկացա ձեր նախորդ հարցից, այստեղ մենք նաև այդ ռիսկը ունենք։ Դուք պատկերացնում եք նաև պատերազմի արդյունքում, որ դուք ասում եք Հայաստանի համար ինչ խնդիրներ կարողանա։ Պատկերացնում եք 75-ից 80 միլիոնանոց ժողովուրդ, մարդիկ էկզիստենցիալ վտանգի առաջ, ինչքան էլ հայրենասեր լինեն, մարդը իր երեխուն ընտանիքին փրկելու համար ինչ կանի։ Կնայի որևէ բարեկամական երկիր ժամանակավոր թեկուզ գնան վերաբնակվեն, հա, մինչև վտանգը անցնի։ Հիմա Հայաստանը բաց է, չէ՞, Իրանի իսլամը, որպես եղբայրական երկիր հարևան։ Հիմա դուք պատկերացնում եք ինչ խնդիր է առաջացնելու դեմոգրաֆիական, եթե հանկարծ պատերազմը էլ ավելի թեժանա ու մարդիկ գաղթեն այնտեղից այստեղ։ Պատկերացնում եք, չէ՞, չխոսեմ արդեն ինչ սցենարներից։ Ու այդ շրջանակների մեջ ովքեր կարող են գալ նաև։ Հասկանում եք ուր եմ տանում։ Թուրքալեզու, ազերիներ։ Եվ ոչ միայն թուրքալեզու, հա։ Հիմա մենք կարող ենք այդ վերահսկողությունը, ես օրինակը բերեցի հնդիկ ստուդենտների գալու պահով, որ մենք նույնիսկ եղբայրական ժողովուրդային իրանց մասով չկա ինչ որ լուրջ մտահոգություններ, բայց եթե մենք երկրի անվտանգային համակարգից տեսանկյունից ենք նայում, այդտեղ շատ լուրջ խնդիրներ կա։ Հաշվարկել է պետությունը այդ ամեն ինչը։ Հիմա այդ ամեն ինչը հասկանում եք գնում է տանում է նրան, որ այստեղ լուրջ հաշվարկներ գոյություն ունեն։ Այդ նույն լուրջ հաշվարկներից ընդ որում ենթադրում եմ այդ հարցն է կդակ, այդ հեծի pedagoganացում, ազգայնացումն է։ Ինձ բազմիցս հարց են ուղում։ Ասում են, բա լավ չի, որ pedagoganացնում են ազգ, ասում եմ շատ լավ է։ Ոչ միայն շատ լավ է, պետք է ծափահարել, բայց ինչի գնով են դա pedagoganացնում։ Մի հատ իրենք պատկերացնում են այդ հեծ համակարգը ինչ է։ Իրենք պատկերացնում են այդ համակարգի խնդիրները որոնք են, արտաքին պարտքը, որ պետությունը վերցնում է ուզում է ազգը, կամ կներեք հանուն արտարության։ Բա այդ նույն սկզբունքով Վեոլա ջուրը ինչի չեք ազգայնացնում։ Ֆրանսիա կամ բանը ընդերքը, հեկերը, հեծերը, այդ նույն սկզբունքով մալուխները, հերուստա հերարցակման այդ կայանները, բա ինչի չեք անում։ Թե Սամվել Կարապետյանի ֆակտորը եղավ, նոր հիշեցին, որ լավ չեն աշխատում, հոսանքա անջատումներ կան գյուղերում եւ այլն, վայ ժամանակն է եկել, որ պետքա, չգիտեմ, ազգայնացվի եւ այլն։ Հասկանում եք, այդ ազգայնացնելու համար պետք է ֆինանսատնտեսական հաշվարկներն արվի, թե մի բան է, եթե դու ուզում ես pedagoganացնել, դա ինչ գինե նստելու պետության վրա։ Ինչ ծախսերի մասին։ Չէ, Փաշինյանի ասացից ես հասկացա, որ նրանց ասածից տպավորություն է, չէ, դեռ չի եղել, այտենց հստակ չկա վերջնական բան, բայց նույն սկզբունքով է, որ տպավորություն է, որ կներեք ժողովրդական լեզվով ասած խլելու են։ Խլելու։ Այդ բան է, որտեղ դրան փորձում են գեոքաղաքական նկարագիր տալ, պարոն Կարապետյան, չէ՞։ Դե եթե կոմպրոմատներով, ուլտիմատումներով կամ բանը, այսպես բանը մանիպուլյացիոն հայտարարություններով են հանդես գալի թիվ 1 երկրի ղեկավարը, ապա բոլոր սցենարներն հնարավոր են։ Բայց ես չեմ կարծում, որ իրենք կմտնեն դրա տակ, սենց ասեմ։ Պարզապես ասում են ըստ ձեզ։ Կարծում եմ, այո, իրենց մոտ համենայն դեպս այդ մասով չի ստացվել։ Եվ չեն անելու։ Սպասենք ձեր տեսակետը, տեսնենք իրականանա թե ոչ։ Ես էլ եմ կրկնում, ես հիմա չեմ։ Որտեվ ամեն ինչ կարծես թե անորոշ է, արդեն դա ավելի անորոշությունները, եթե համաձայնում եք ինձ հետ ավելի են շատանում մեր երկրում, հա։ Երևի թե, բայց սպասում էին անորոշությունները։ Պարոն Կարապետյան, Իրано-իսրայելական այս կոնֆլիկտի ընթացքում մի շատ վտանգավոր բան, այ դուք հիշատակեցիք Ադրբեջանի մասնակցությամբ ավելի առարկայաբար գանք այս հարցին։ Արդեն տեղեկություններ են բերում, բայց դեռ էլի չճշտված, որ Ադրբեջանի տարածքը օգտագործվել է Իսրայելի կողմից ընդդեմ Իրանին հարվածներ հասցնելու համար։ Ինչ եք կարծում, այս ամենը չի մեծացնում Հայաստանի դեմ հնարավոր ադրբեջանական նոր ագրեսիայի վտանգը։
Եկեք այդ կոնկրետ այդ մասով չհամաձայնեմ ձեզ հետ, նո այդ տարբերակի հետ։ Ինչի, որովհետև հակառակը, եթե ապացուցվի, որովհետև կան նման խոսակցություններ, ես ինքս հիմա փորձում եմ որպես մասնագետ, որովհետև սկզբունքայինորեն իմ մոտ էսպես է, ես պետք է օբյեկտիվության սկզբունքից ելնելով իմ վերլուծությունը կառուցեմ, նոր խոսեմ, հայտարարությամբ տարածեմ։ Ես պաշտոնապես չունեմ տվյալ, չկա որպես այդպեսին փաստագրված տվյալ, որ Ադրբեջանի տարածքը որպես այդպեսին ծառայել է Իրանի դեմ որպես պոլիգոն պլազդարմ։ Ես ինքս բազմիցս կարող է նաև ձեր եթերում էլ ասած լինեմ, որ այո, 3 օդանավակայանները, որոնք կառուցվել են, Ֆիզուլին, Աղդամը եւ Լաչինը, այո, դրանք հենց այնպես չեն կառուցվել։ Դրանք կարող են կրել հետևյալ բնույթը ոչ միայն հակահայկական Հայաստանի դեմո, այլ նաև որպես Իսրայելի պլազդարմ ուղղված Իրանի դեմ։ Այդ նորություն չի, բայց հանուն արտարության, եթե մենք խոսում ենք անաչառության սկզբունքներից, պետք է ասենք, որ այս պահին դեռևս կոնկրետ փաստ չկա, որ որպես այդպեսին օգտագործվել է տարածք։ Եթե նման փաստ, get 1 փաստ լինի, ես ձեզ վստահեցնում եմ Ադրբեջանը շատ լուրջ խնդիր է ունենա, մինիմում դիվանագիտական կրիզիսը ապահովված է լինելու, մինիմում։ Այս մասով այդ կարող եմ ասել։ Այսինքն վստահ եք, որ Ադրբեջանին միջազգային հանրությունը կպատժի, հա? Միջազգային հանրության վրա ես հույս չեմ դնում, որ կպատժի, քաղաքագետ միջազգայինագետների թվին եք պատկանում, որոնք կարծես թե չեն հավատում միջազգային իրավունքը այստեղ չի գործում, միջազգային իրավունքը գործեր, միջազգային իրավունքը գործեր, հիմա Միացյալ Նահանգները չէր խախտի ՄԱԿ-ի կանոնադրությունն ու ընդհանրապես 1000-ում միջպետական օրենք հարձակվեր ու ուղիղ պատերազմի մեջ ներքաշվեր։ Այսօր էլ ես թույլ կտամ ինձ ասել, որ ագրեսոր պետություն է դարձել։ Այսօր աշխարհն է ճանաչում, որ արդեն իդեմս Թրամփյանի վարչակազմին որպես ագրեսոր երկիր։ Ժողովուրդն էլ այսօր ոտի ասում է, դու մեր անունից ինչի ես բանանում ամերիկյան ժողովրդի, որ մի հատ է թաթախվել ես պատերազմի մեջ։ Մանավանդ այս էտապում։ Այնպես որ այս մասով միջազգային իրավունքին հղում տալը դա փորձը ցույց է տվել, որ չի գործում։ Եվ երկրորդ այստեղ մի հատ նրբություն էլ ձեզ ասեմ։ Համեցեք։ Մենք պետք է հասկանանք, օրինակ Միացյալ Նահանգները երբ ներքաշեցիր ինքն իրեն պատերազմի մեջ։ Այն ժամանակ, երբ որ արդեն կարծես իրադրությունը փոխվում էր իօգուտ Իրանի Իսլամական Հանրապետության։ Որովհետև տեսեք ինչ էր, եթե Blitzkrieg-ի տարբերակով էր գործում Իսրայելը, ընդ որում շատ փայլուն էր գործում, հանուն արտարության պետք է ասենք ֆանտաստիկ աշխատանք են կատարել, Մոսադը կարողացել էր, գիտեք, նույնիսկ Իրանի ներսում ինչպես էին նոր են հայտնաբերում, որ բարձրաստիճան ղեկավարության մեջ կան ագենտներ եւ այլն, եւ ավելի շատ ստացվում է իրենք իրան ժողովրդին ներսից են վնասել, այն որ ասում է թշնամին ներսից է եղել։ Բայց այստեղ ուրիշ բան ասեմ, երբ որ երկատե գմբետը արդեն իրեն չարտարացրեց մանավանդ վերջին օրերին, այն ժամանակ 10-ից 2-ն էր ընկնում, հիմա 10-ից 6-ն անգնում։ Արդյունավետությունը ժամանակը ցույց տվեց, որ մանավանդ հիմա առավոտյան արդեն ինֆորմացիա տարածվեց, որ իրանական կողմը մանևրող բալիստիկ հրթիռներ է կիրառել, որը հասել է նշանակետերին։ Օրմուզի նեղուցի փակելու պահն արդեն հստակ դու գիտեք, նաև ամերիկյան բազային խփեցին Սիրիայում։ Այսինքն սա խոսում է, որ երկարատև պատերազմի դեպքում ռեսուրսը իրանական բավականացնելու է։ Իսրայելական ռեսուրսը արդեն սպառվում էր։ Այս չգիտեմ ինչու հակառակն է հիմա 10 բան Կարապետյան կներեք։ Ընդ որում մի հատ շատ կարևոր բան ասեմ, ընդ որում տպավորություն չձևավորվի թե ես բացառապես ինչ որ իրանական պրոիրանական բան։ Ես սառը վերլուծում, ես փորձում ենք ունեցած փաստերի հիմքի վրա, նու մի քիչ ռազմական փորձաքննություն է լինում, բայց փաստերի վրա տեսեք Տեսեք ինչ էր, ասում է, ահա, խփեցին 3 Ֆորդոյի վրա չեն, խփեցին Սպահանի, այնտեղ որտեղ որ հարստացվում է ուրանը։ Պարոն Ստեփանյան։ Այո։ Ըստ ձեզ Իրանի ժողովուրդը բարձրաստիճան ղեկավարությունը այդքան միամիտ էր, չգիտեր, որ կարող է խփեն հետախուզությունը արդակին չէր ասել, որ Թրամփը կարող է իր երկշաբաթյա խոստումը խախտի, հա,
ու հարվածը, ինչպես ժամանակին հիշում եք 60 օր էր տվել ու ինքը իրեն ապացուցեց բոլորիս, որ 61-րդ օրը սկսեց Իսրայելը հարվածել, հիշում եք։ Դա ցույց էր տալիս, որ դա պլանավորված համատեղ որոշման արդյունք է եղել։ Ու այսօր Միացյալ Նահանգները զավեշտի ժանրի բան եմ ասում, մարազմի ժանրի բան եմ ասում, ասում է այդ բոմբերը գցում են B2-ով գցում են, հա, ուղիղ ուրանի հարստացման օբյեկտների վրա, ասում են, բայց մենք չենք թաթախվել պատերազմ, մենք կապ չունենք, պատերազմի մեջ չենք մենք։ Տենց բան ո՞նց է լինում։ Այսինքն մենք չենք մաս կազմում պատերազմ, ո՞նց է լինում տենց բան։ Հիմա նայեք, Իրանի ժողովուրդը այդքան միամիտ չի։ Ինչի, որովհետև փորձը ցույց է տվել ու ապացույցներ արդեն կան, որ ուրանի հարստացման օբյեկտները վնասվել են, բայց ուրանը այնտեղից դուրս է բերված եղել։ Այդ մեծ ծավալի պաշարը միջուկային օբյեկտներից դուրս բերված է եղել։ Եվ ասում են նաև վնասներ են, այսինքն բայց վնասը ֆիզիկ չէ, իրականում շատ տոտալ վնաս է կրել, որպես Ֆորդոյի օրինակ է, Ֆորդոյի ինքը շատ լուրջ վնաս է կրել, որպես կառույց օբյեկտը ահռելի վնաս է կրել։ Հա, բայց ինքը միջուկային այդ կարևորը պաշարը վնաս չի կրել, պաշարը այնտեղ չի եղել։ Պաշարը չի վնասվել։ Պաշարը չի վնասվել։ Կարևորը դա է։ Ու տեսեք ինչ է ցույց տալիս, ցույց է տալիս, որ իրենց դա չի էլ հետաքրքրում։ Մարդը ուրանի հարստացման մասով եղբայր բավոր ուրանն էր քո գերխնդիրը նավթահորերին ինչ եք խփում նավթաբազաներին եք խփում եւ եթե դուք այդքան անկեղծ եք այդտեղ ամերիկան իր դեմքը պահելու իսրայելի դեմքը փրկելու համար արեց սա եթե սա չաներ դուք որովհետեւ էլ եմ ասում բալանսը խախտվում էր ռազմաքաղաքական բալանսը ի օգուտ հիմա եթե շարունակական պատերազմներ լինի այ Իրանը արդեն ցույց է տալիս իր նոր բալիստիկ հրթիռները որը ուներ իր արսենալում կիրառելուց ասում եմ մանևրող բալիստիկ հրթիռներ են կիրառում, որը որ նշանակետին հասնում է երկաթե գմետը ոչինչ չի կարողանում անել։ Բայց հանուն արտարության հիմա տեսեք, ասում է հասկանում եք, այ խոսում ենք միջազգային իրավունքից, վեհ բաներից ենք ասում։ Այո։ Եղբայր, ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցները եկել են Իրան, տեսել են, որ ուրանը հարստացվում է, բայց ուրանից միջուկային զենք չեն պատրաստում այս մարդիկ։ Յուրաքանչյուր այդ տարածքը ունեցող երկիր, այդ բնակչությունը ուրանի հարստացման, ուրանի խնդիր ինքը պետք է ունենա դա։ Բազմաթիվ տեղեր կիրառելու համար։ Բայց պատճառաբանվեց այդ հարցակումը։ Մի վարյան, մարդը ՄԱԳԱՏԷ-ի անդամ է, ՄԱԳԱՏԷ-ի անդամ լինելով ստորագրել է, որ բացառվելու է, որ դա կիրառվելու է, օգտագործվելու որպես զենքի տեսքով։ Ճիշտ է։ Հիմա իրավունք ունի ՄԱԳԱՏԷ-ից դուրս գալու ունի։ Հիմա ստորագրել է, որ դուրս է գալի։ Այսինքն հիմա դուք ինչ եք անում։ Ստացվում է իրանական կողմը բանակցությունների մեջ էր Միացյալ Նահանգների հետ, բայց այդ Միացյալ Նահանգները, որը բանակցությունների մեջ է այդ մասով, նորից եմ կրկնում, ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցները գալիս են, զեկույցը ներկայացնում են, որ ոչ մի խնդիր չկա, իրոք ուրանի հարստացում կա, բայց չափերը քանակը այնպիսին է, որ չի հասնում եւ այլն, մտահոգվելու կարիք չկա եւ այլն։ Մարդիկ ստորագրում են, որ մենք չենք հարստացնում դա, որբիսի զենք ստեղծենք դրանից։ Անցնում է մի քանի օր հարվածում են։ Հիմա պատկերացնում եք, այսինքն բացի այն, որ Թրամփը հենց հիմա իր քաղաքական կարիերայի ինչ որտեղ խաչը դրեց, ընդ որում այսօր ես նայեցի հետարքիր բան հիշեցրեց, ուրեմն լրատվականներից մեկը, թե բա 13 թվականին նույն Թրամփը ասում էր, ահա, Օբաման հեսա որը Իրանի վրա բոմբ կգցի, որպեսզի իր ուժը ցույց տա, Միացյալ Նահանգների ուժը ցույց տա։ Փաստացի Օբաման տենց բան չարեց, ինքը եկավ արեց։ Ու այսօր ժողովուրդը, ամերիկյան ժողովուրդը ասում է, եղբայր, դու տեսել եք ինչ ցույցեր է հիմա նահանգներում։ Հագա իշխանական ցույցեր են, հա։ Հիմա պահանջում են հրաժարականը։ Ես ասա օրեցօր գնա, որովհետեւ հա նույն կներեք, նույն կերպարն է, հա։ Այստեղ կեպկա դրած մանգալով են էլ կարբիջ գլխարկը գլխին վրեն իր անունը գրած, հասկանում եք, ախր հեգեմոն տերության, գերտերության ղեկավար ես դու։ Այսինքն քեզ չեն զեկուցում այդ ամեն ինչը, կամ դու նման արկածախնդրության գնաս։
Կարող է մի բան էլ տեղի ունենա, այստեղ հետաքրքիր ընդմիջող մի հարցով ձեզ միջանկյալ Ադրբեջանին Իրանը պատժի Նախիջևանի հետ այդ ճանապարհը փակելով, նաև դա հարված լինի ըստ էության Իսրայելը ադրբեջանական դաշինքին, ըստ ձեզ։ Գիտեք, այդ սցենարը որ դեպքում կլինի, այ օրինակ, երբ որ ես ասեցի, երբ որ հանգարց ապացույցներ ներկայացվի, որ Ադրբեջանը իրոք օգնել է, փաստաթղթավորված ապացույց խոսքը ոչ թե այսպես խոսքի վրա հիմն։ Եթե նման բան լինի, այ ես հիշում եք ասեցի, մինիմում դիվանագիտական ճգնաժամը ապահովված է։ Եթե դիվանագիտական ճգնաժամը ապահովված է, ապա շատ չի բաց։ Սովորաբար ինչ են նման դեպքերում անում, այո, սահմանն են փակում, չգիտեմ, տարանցիկություններն են փակում մեկը մյուսի համար, այո, չի բացառվում այդ տարբերակը, չի բացառվում։ Ոչ մի բան չի բացառվում։ Բայց նորից եմ ասում, դրա համար պետք են խորքային ուսումնասիրություն եւ փաստեր, որ այո, Ադրբեջանը օգնել է ու օգնում է այս պահին, որևէ կերպ էական չի ինչ մասշտաբների։ Օգնել է հագաիրանական այս կոալիցիոն արշավին։ Եթե նման բան ապացուցվի, ես ձեզ վստահեցնում եմ, ես չեմ ասում Իրանը քենապահեք է, դրանք քաղաքական կատեգորիաներ չեն։ Դեպս առաջին նախանշանները կան։ Արդեն նախանշանները կան, գուցե եւ փաստեր կան, որովհետեւ քամիները հենց այնպես չեն փչում։ Հենց այնպես չեն փչում, այո։ Աստվածա շատ բան պարզվի։ Պարոն Կարապետյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք մեր տաղավար։ Հետագայում խոսենք նաև ինչպես արդեն պայմանավորվեցինք ավելի ներքաղաքական խնդիրների մասին։ Շնորհակալություն։ Եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր զրուցակիցներ միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ Ես կրկին անգամ դիմում եմ մեր այն հարգարժան բարեկամներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին եւ խրախուսել մեր աշխատանքը։ Շնորհակալություն, ամենալավն ու բարին եմ ձեզ մաղթում, սիրելի բարեկամներ։